այստեղ շարունակ տեսնում ենք, որ դատարանը վերածվել է ԿՊ-ի նախորդական շտաբի։ Այս դատարանում գործում է դատավոր, որը որ տարբեր ապօրինի որոշումներ առանց աչքը տակելու իրագործում է ինչպես ԿՊ-ի սրտի դատավոր, իհարկե ոչ մի դրական բան սպասելի չի, միանշանակ։ Ինչ վերաբերում է երեկվա տրագիկ կոմեդիկ շոուին, մի հատ լավ սցենա բան։ Իրանք հնդկական կինոն է շատ են սիրում, Շենգավիթ վարչական շրջանում բնակվել են, տեսել են, որ հնդկականները դեռ շատ են ցուցադրում, սովորել են։ Երեք մի տրագիկ կոմեդիկ բան են նկարում։ Թևանյանը իր ոտքով եկել է քննչական կոմիտե, Մազմանյան մեքացիան, որ պետք է գործեր, մուտք գործեր 2-3 մետր հեռավորության վրա է։ Մարդը 2 օր է Հայաստանի Հանրապետությունում նման հոդվածով, ես չգիտեմ, մարդիկ ապօրինի հոդվածը դրել են դավաճանության, չգիտեմ ինչ իրենց մտքով անցել է։ 2 օրը շրջում է Երևան քաղաքում, Քարոզ Արշավյանում, երեք իր ոտքով եկավ, որ տեսնի ինչ է կատարում, մուտք գործի, եկան քանդալները, ձեռնաշղթաներ դրեցին, եւ նկարել են, որ կանային ցույց տան, լավ է, ոչ մի բան չեն բացառում, ինչ ուզում են թող անեն։ Այսօր ժամը ցելի այնակիցներ, այսօր ժամը 15:30 Արաբկիր վարչական շրջանում մեր քարոզաշավը շարունակվելու է, հետաքրքիր քարոզաշավեր լինելու, ոչ մի վախի մթնոլորտ չկա, իրենց ուզածն էլ հենց այդ է, որ պարակտեն, վախի մթնոլորտ ստեղծեն, չի լինելու նման բան, նահանջ չի լինելու։ Սա Ստեփանյան, հաշվի առնելով, որ արձակուրդում գտնվող պաշտոնատար անձն է սկզբում հայտարարում, հետո են գործընթացներ մեկնարկում, այստեղ խնդիր չեք տեսնում։ Ամենտեղ խնդիր կա։ Մարդ հայտարարում է, որ գնացել է արձակուրդի եւ Քարոզ Արշավյանում, արձակուրդու մեջ գտնվող ժամանակավոր կառավարության ղեկավարը հրահանգներ է տալի ապօրինին, իրավապահ մարմիններին, որ գործ կարեն, գործ հարուցեն, իսկ ուրիշ ինչ եք սպասում։ Քաղաքացիական պայմանագրի միակ հենարանը մնացել է իրավապահ համակարգը։ Ժողովրդի հետ կտրված են։ Տեսեք Երևան քաղաքի իրենց Քարոզ Արշավի եւ Հայաստանի Հանրապետություն ինչ Քարոզ Արշավյանն կտեսնենք, որ Եվրանցին մերժում է։ 23 թվականին է մերժել, իսկ ավելի կոնկրետ հունիսի 7-ին ժամը 7-ին կլսեք ինչ մերժում է լինել, որտեղ մեծ մասնակցություն ապավելու Երևանցին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու այս ապիկար իշխանություններին, որը Հայաստանի Հանրապետության գլխին տարբեր արհավիկներ է բերել, իր պատասխանը տալու է, ես դες վստահ եմ։ Պարոն Ստեփանյան, կարծում եք, որ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որովհետև այսօր նաև իմացանք, որ գրառման համար բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, հաստատեն ոչ միայն քաղաքական գործիչների են կալանավորում, նաև սովորական քաղաքացիների, որպեսզի նրանք ակտիվ չլինեն եւ չսատարեն ընդդիմությանը։ Ես դες հիշեցնեմ, որ 1 տարի առաջ այս ամիսներին, երբ որ Երևանի ավարտական նիստերի ժամանակ քննադատում ենք, որ քաղաքացիական պայմանագրի 9%-անոց Ավինյանի գլխավորությամբ ինչ ալանթալան է կազմակերպում, ինչ մսխում է գումարները, մի քանի օր ելույթ ես անձամբ ելույթ ունեցա եւ ասֆալտապատման հետ կապված միլիարդավոր դրամների տեղ ցույց տվեցի, որ մսխվել է, մի քանի օր առաջ ինքստիկյան, չգիտես ոնց, երկար տարիներ իմ մեքենան տան պատկանող մեքենան կանգառում էր իմ տան դիմաց, այդ մեքենան այրեցին, պատուհանը ջարդեցին, բենզինը լցրեցին եւ այրեցին, անցել է 1 տարի, բացահայտվել է գործը, իհարկե ոչ, ընթացքում մի հատ 20 տարեկան երեխա են գտել, որ ինքն էր վարել, երեխան հիմա տանն է, դա ինձ չի հետաքրքրում, հետևի կանգնած մարդիկ են պետք, բայց չի բացահայտվելու, հունիսի 7-ից հետո կբացահայտվի, դա հենց այդ փորձն է, որ լռեցնեն, իսկ ինչ վերաբերում է գրառումներին, ինչ գրառում են, մարդկանց լայքի համար են արդեն գործից ազատում, վախեցնում, զանգում հորաքրոջ աղջկան, ասում ձեր բարեկամը լայքել է անդիմադիր ուժերից մեկին աշխատանքից ազատել, սա բեսպրիձել է, ժող բաստիոնում, արդեն ինչ ասես կատարում է, գիտեք ինչն է, վախը, մեծ մասնակցություն ընտրություններին, քաղաքացիական պայմանագիրը վախի մեջ ինքը լավ սենց ճպճպում է վախի մեջ, գիտի վերջը գալիքի ինչը։ Պարոն Ստեփանյան, նոր հիշեցնեք այսօրվա երթուղը։ Այսօր Արաբկիր վարչական շրջանում 17:30 Պրահայի այգուց կսկսի մեր հանրահավաքը եւ երթը եւ խոստանում ենք մեր երևանցիներին ու մեր Հայաստանի Հանրապետության բնակչությանը, որ կտեսնեք, որ մեզ ոչ մեկ չի կարողալու վախեցնել, մեզ ոչ մեկ չի կարողալու հետ կանգնեցնել մեր ընտրած ուղուց, այն է վերջ տանք այս ապիկար իշխանությանը հունիսի 7-ին ընտրելով համարի 7-ին մեծ մասնակցության արդյունքում։